Ջորջան, նախընտրական քարոզարշավը եզրափակիչ փուլին է մոտենում եւ շատ կարեւոր է արձանագրել, թե մենք ի վերջո ինչ օրակարգ ենք քննարկում, այսինքն նախընտրական քարոզարշավը մրցավազք է, կրքեր են, բանավեճեր են, վիճաբանություններ են, բայց շատ կարեւոր է կենտրոնանալ այդ ամենի հիմքում գտնվող բովանդակության վրա եւ այն օրակարգը, որը մենք բերում ենք եւ հետապնդում ենք եւ խնդիր ենք դնում իրականացնել հետեւյալն է նոր որակի պետություն ունենալը եւ նոր որակի պետություն կառուցելը եւ ինչպես ցանկացած կառուցման գործընթաց ինքը ունի որոշակի փուլեր այդ փուլերից առաջինը ինչպես ասում են ընդունված է շինարարության ոլորտում հայեցակարգային նախագծի ընդունումն է եւ հայեցակարգային նախագիծը, որը մենք ընդունել ենք եւ որը մենք առաջարկել ենք եւ առաջարկում ենք իրական Հայաստանի գաղափարախոսությունն է։ Այդ գաղափարախոսությունը ընդգծվում է մի քանի առանցքային դրույթներով։ Այդ դրույթներից ամենաառանցքայինը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է դուրս գա պանդխտության եւ գաղթականության սոցիալ հոգեբանությունից, որովհետեւ հայրենիքը, որը մենք փնտրում ենք, գտնված է իդեմս Հայաստանի Հանրապետության եւ իրական Հայաստանի գաղափարախոսության հաջորդ կարևորագույն դրույթը հետեւյալն է հայրենիքը պետությունն է սիրում ես հայրենիքդ ուժեղացրու պետությունը կառուցման փուլում շրջափուլերում հաջորդ կարևորագույնը դա տեղակապման process-ն է ես այսօր մի քիչ շինարարության տերմինաբանությամբ կխոսեմ տեղակապումը հետեւյալն է երբ որ որոշվում է թե շենքը որտեղ հողի վրա որտեղ է կանգնած ինչ դիրքով է կանգնած ինչ դուռը որ ուղղությամբ է նայում, պատուհանը որ ուղղությամբ է նայում եւ ահա այդ տեղակապման process-ում է, որ արձանագրել են, որ հայրենիք պետությունը Հայաստանի Հանրապետությունն է իր միջազգայինորեն ճանաչված տարածքով, որը ճշգրիտ նույնական է խորհրդային Հայաստանի տարածքի հետ, այսինքն այն տարածքը, որը ունի խորհրդային Հայաստանը, այդ տարածքում է գործում Հայաստանի Հանրապետությունը Հաջորդիվ շատ կարևոր է նախագիծը արդեն կոնկրետության մեջ եւ այդ նախագիծը մենք նույնպես ունենք եւ նախագիծը կոչվում է խաղաղության խաչմերուկ